Մենք առյուծներին էլ կփրկենք, առյուծները տեղը տեղին, լողանալով, ուտելով։ Իր առյուծների փրկության ու մաքրության մասին քարոզարշավի 19-րդ օրը խոսեց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանի առյուծներին Փաշինյանը կոտայքում չհիշեց, բայց կրկին հիշատակեց առյուծասիրտ որդուն։ Ով է պայքարելու ծովից ծով Հայաստանի, Ծառուկյանի տղեն։ Դա է կլասը։ Ծառուկյանը դարձյալ իր բարձունքից չիջավ։ Որպես տղամարդ, որպես հայ։ Բարեգործությամբ երկիր չես կառուցի, հասկացել է ավելի քան 20 տարի իր անունը կրող բարեգործական հիմնադրամի ղեկավարը։ Պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հասները։ Փրկչի 33 մետրանոց արձանը չբացած նոր մասշտաբային ծրագիր ունի։ Նոյան տապան տեղադրել, բայց ոչ Արարատ լեռան վրա։ Մեծ սարիթակ եմ դնում այդ ծափատանը։ Հայաստանը տարանցիկ կանգառ չէ, տնավորվելու կարևորությունը կրկին շեշտեց վարչապետը։ Մեղադրանքներ հնչեցրեց, պողպատե մանդատը հայտնի մուրճը ճոճեց։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք։ Նախկիններից ժառանգություն ստացած բանակը ավերակ կոչեց ու 2 օրից հանրապետության հրապարակ բանակ տեսնելու հրավիրեց։ Իրանց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ 0-ից ստեղծել ենք բանակ։ Ոչինչ բան ձեզ չի հիշացնում սա։ Զորոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ։ Ավերակ անվանել բանակը, որը եղել է մարտոնակ, որը անսասան է պահել Հայաստանի եւ Ղարաբաղի Արցախի սահմանները։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու մարզկենտրոն Կապանում զգուշացրեց Հայաստան դաշինքի առաջնորդը։ Խզակոտից բռնել եւ դուրս շպրտել։ Ոնց անենք 1 օր առաջ հեռացնենք Փաշինյանին։ Տնից դատարան ճանապարհին նաև զորահանդես հաշվետվությունը քննադատեց ուժեղ Հայաստանի առաջնորդը։ Ինչն է ցույց տալիս։ Ժողովուրդը, երկիրը։ Վարչապետը առաջվա վարչապետը չի։ Ես որտեղի գառասը։ 30 ունես դու։ Ան մի հատ լավ կտոր։ Վարչապետն այսօր ոչ միայն խաշլամայի կտորներ էր բաժանում, այլ սովորականի պես թխվածք ու քարտեզ, հերթը մի գծով պահելու դեպքում միայն։ Երեխեք օրինակին չեք գալիս։ Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից ոմանք վատացան, Բժիշկ, լավ է, գրկեք երեխուն, պահեք։ ոմանք մոլորվեցին Ախս լացում։ ու գտնվեցին։ Սոնայի մայրիկ լիան նավորդը։ Վեց կոչ կրդի եմ եկել, համ տղեսա զոհված։ Այս կինն էլ շնորհակալություն էր հայտնում մեկնած ձեռքի համար, բայց նոր խնդրանք ուներ, երկրորդ անգամ Արտաշիրիմում անել։ Հիմա Ստեփանակերտում մի հատ ծաղիկ ես չեմ կարող խոնարհել։ Պատերազմի այս մասնակցին զոհված որդու դին են տվել, բայց պարզվել է ոչ թե զոհված է, այլ գերության մեջ։ Աշխարհել քանդվի, երկիրը քանդվի։ Եթերոյի լինքը տվեք էլի։ Վաղը Զահլեն տանելու ակցիա է խոստանում բոլորին դեմ եմ, իսկ մենք խոստանում ենք ուղիղ 10 օրից կիչնի լռություն։